Սիրելի ժողովուրդ, վստահ եմ արդեն տեսել եք, թե Հայաստանի իրավապահ համակարգը ինչպես է կանխել նախադեպը չունեցող մի այլանդակ վտանգավոր ահաբեկչության փորձ, որի նպատակը ըստ էության Հայաստանի Հանրապետությունը հիմքերից պայթեցնելն էր։ Դրանից հետո հայ ժողովրդի ճակատագիրը որպես մանրադրամ, որպես գրոշ օտար կենտրոններին հանձնելն էր։ Այս այլանդակ վտանգավոր ահաբեկչական նախագծի ղեկավարներն ըստ էության իրենց սրբազան հրճակած սրբապիղծներն էին, որոնց որ օրհնել է Կտրիչ Ներսիսյանը։ Այս վտանգավոր ահաբեկչության մեջ բնականաբար իրենց կանոնակարգված դերակատարումը պիտի ունենային տարբեր տրամաչափի օլիգարխ բարերարներ, օտար կենտրոններից Հայաստան գործուղված մարտագլխիկներ, որոնք պիտի պայթեցնեին մեր պետության հիմքերը։ Եվ այդ պայթյունի, պետության պայթյունի գինը պիտի վճարել էլի պիտի վճարեր հայ ժողովուրդը, որովհետև այդ մարդիկ պետությունը կազմալուծելուց հետո ստանալու են իրենց վարձատրությունը եւ վայելելու են իրենց վարձատրությունը համապատասխան վայրերում եւ ժողովուրդը նորից հայտնվելու էր կոտրած տաշտակի առջեւ։ Ձայնագրություններում նշվում է, թե նրանք ոնց էին պատրաստվում պատերի տակ մարդկանց գյուլել, քաոս ստեղծել երկրում, տապալել հասարակական կարգը, խուճապային տրամադրություններ տարածել։ Թե ոնց էին նրանք մարդկանց ընդամենը վերաբերվում որպես մոլոտովի կոկտեյլներ, որոնց պետքա շպրտեին պետության վրա ու պայթեցնեին այս պետությունը։ Բարեբախտաբար իրավապահ համակարգը կանխել է այս այլանդակ ահաբեկչությունը։ Բոլորը պետքա պատասխանատվության ենթարկվեն, քրեա իրավական, քաղաքական, հասարակական, բարոյական։ Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին, անդառնալիորեն եւ անշրջելիորեն։ Ժողովրդից ոչ ոք չի կարող խլել իր իշխանությունը։ Սա պարզապես առօրյա քաղաքական պայքար չէ։ Մենք կռիվ ենք տալիս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության պաշտպանության համար, որովհետև այն ուժերը ռոբասերժական, կտրիչ ներսիսյանական, օլիգարխիական, այսպես կոչված բարերարական ուժերը, որոնք որ այս նույն շրջանակի, այս նույն շղթայի տարբեր օղակներն են, ըստ էության պայքարի են դուրս եկել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ Հայաստանի պետականության դեմ։ Եվ նրանք բոլորը հատ ջախջախվելու են, ջարդուփշուր են լինելու եւ պատասխանատվության են ենթարկվելու։ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։